Հայաստանի Հանրապետության այս կառավարության որոշումները բերում են ճգնաժամերի։ Մեր երկրում այսօր պարտքային ճգնաժամ է, վարկային ճգնաժամ է, կրիմինալ ճգնաժամ է։ Մեր երկրում ուղղակի ահավոր չափերի հասնում ապօրինի թմրաշրջանառությունը, բանակում կառավարման ճգնաժամ է, գնաճի ճգնաժամ է երկրում, մայրաքաղաքում եւս կառավարման ճգնաժամ է։ Ամենուր կադրային ճգնաժամ է պետական ոլորտում, հակակոռուպցիոն ճգնաժամ է։ Սրանք միայն վայելում են իրենց պաշտոնները, պատավատները, պարգևավճարները, գերթանկարժեք ուղևորությունները։ Ամեն ոլորտում Նիկոլը մտցրել է իր աշխատավոճը, իր ճաշակը, իրեն ձեռնտու ձևը եւ ստացել ենք սա։ Այն որ մեռնում ենք թվարկելով սրանց տված ու չկատարած խոստումները, պատճառը հենց կառավարման ճգնաժամն է։ Չգիտեն ինչ անեն, ոնց անեն, որտեղ անեն, ինչ միջոցներով անեն, խոստում տալ գիտեն, կատարել չգիտեն։ Ինչ որ բան անելուց էլ բացարձակ չկա ռեալ հաշվարկ, գնահատում, կարևորը ձայն կորզելն է։ Մեր երկրին ժողովուրդ ջան, պետք է իշխանություն, որը ունի ճգնաժամային կառավարման փորձ, ոչ թե իշխանություն, որը կստեղծի ճգնաժամեր։ Սրանք ստեղծում են այդ ճգնաժամերը ու հետաձգում այս անգամ էլ մինչև հունիս։ Սրանց որոշումների տակ չկա սրտացավություն, չկա պետության ապագայի մասին մտածում, չկա կառավարություն քաղաքացի հարաբերություն, այլ զուտ նախընտրական հաշվարկ։ Պրոբլեմները չեն լուծվում, հետաձգվում են եւ մի օր պայթելու են միանգամից։ 2017-ին էլ կային բազմաթիվ խնդիրներ, ելի մատնանշում էինք ու ասում, որ պայթելու են ու պայթեցին։